Հանուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո, ամեն։ Աստված քավյազիս ըզ մեղավորս։ Երաշնոր Սրբազան հայր, սիրելի քույրեր և եղբայրներ։ Այսօր 5-րդ կիրակին է հիսնակի և այսօրվա Սուրբ գրային ընթերցումները Եսայի մարգարեությունից, Պողոս առաքյալի Եբրայեցիներին ուղղված նամակից և Ղուկասի ավետարանից մեզ հաղորդում են ընդհանուր համատեքստ, որի մասին պիտի այսօր խոսենք։ Դա հետևյալն է. Աստուծո անհամեմատելի մեծությունը և մարդու սահմանափակությունը։ Եսայի մարգարեն ասում է. «Ում նմանեցրիք Տիրոջը»։ Այս խոսքերը Եսայի մարգարեն ուղղում էր իսրայելացիներին, որոնք այլ և այլ ազդեցությունների մեջ էին ընկնում և Տիրոջը մոտենում էին իբրև հեթանոսական մի կուռքի և կարծում էին, որ կարող են զոհաբերություններով շահել նրա բարեհաճությունը, կարծում էին, որ կարող են թաքնվել նրանից, կարծում էին, որ գիշերը քնում է, կարծում էին, որ մթությունը կամ խորհուրդները հայտնի չեն նրան, և Եսայի մարգարեն ասում է. «Ում նմանեցրիք Աստծուն, ում նմանեցրիք Տիրոջը», և սկսում է հերթով հերքել այն պատկերացումները, որոնք որ իր ժամանակ Իսրայելը տածում էր սխալ կերպով։ Հետագա դարերում, երբ որ քրիստոնեությունը իր աստվածաբանությունը զարգացրեց, աստվածաբանության մեջ կան երկու ուղղություններ Աստծուն ճանաչելու։ Մեկը ապոֆատիկ է կոչվում, մյուսը կատաֆատիկ է կոչվում։ Մեկը հերքում է ասելով, թե ինչ չէ Աստված, մյուսը հաստատում է, թե ով է Աստված։ Եվ Եսայի մարգարեն այստեղ մեզ տալիս է օրինակներ այդպիսի մի մեկնության, թե ինչպես չպետք է մոտենալ Աստծուն։ Ասում է Աստված արարիչ է և ոչ թե արարած, հերքելով սխալ այն ընկալումը, որ արարածական կերպով էին մոտենում և կարծում էին, թե Աստված լսում է այնպես, ինչպես լսում ենք մենք, Աստված տեսնում է այնպես, ինչպես տեսնում ենք մենք, կամ Աստված կաշառվում է այնպես, ինչպես որ մարդիկ են կաշառվում նվերներ ստանալով, կամ Աստված քաղցում է, ինչպես մարդն է քաղցում, և զոհաբերությունը ընկալում էին իբրև Աստուծո կողմից ճաշակում և կշտացում, ինչպես որ հեթանոսներն էին ընկալում։ Այս ամենը պետք է կրկին նշեմ, հինկտակարանյան աստվածաբանությանը հակասող ընկալումներ էին, և Իսրայելը ամեն ինչ որ ասացի, վերցնում էր հեթանոսական պատկերացումներից, որովհետև այդպես ապրելը հեշտ էր։ Դյուրին չէ մի աստվածյա պաշտամունքը և աստվածաբանությունը։ Դյուրին չէ նաև այսօր քրիստոնեական աստվածաբանությունը։ Հեշտ է ընկնել այլ և այլ կրոնական պատկերացումների մեջ և Աստուծուն վերագրել այնպիսի բաներ, որոնք որ ինքը չէ։ Եսայի մարգարեի խոսքից հասկանում ենք, որ Աստված տիեզերակալ է, արարիչն է ամեն ինչի և վեր է քան ամեն բան։ Եսային հատուկ կերպով շեշտում է իր լսողների համար, որպեսզի մոլորության մեջ չընկնեն, Աստված չի հոգնում, ասում է նա, և չի թուլանում։ Փոխադարձաբար նա ասում է, որ մարդիկ են անցողիկ, մարդն է հոգնում, երիտասարդի ուժն է սպառվում, և հավելում է վերջում, որ միայն Տիրոջը ապավինածները կարող են նորոգվել և Աստուծո կամքի համաձայն այդ նորոգությունը ապրել։ Եթե Եսայի մարգարեությունը մեզ մի տեսակ ասում էր, թե ով է Աստված, ապա Պողոսի թուղթը այսօրվա Եբրայեցիներին ուղղված նամակը մեզ ասում է, թե ում միջոցով պետք է մոտենանք այն կատարյալ Աստծուն, որը տիեզերակալ է։ Եվ ասում է.
Պողոս Առաքյալը, որ Աստծուն հնարավոր եղավ մոտենալ, որովհետև նա ինքն է նախ մոտեցել մեզ իր որդու Հիսուս Քրիստոսի կատարյալ հայտնությամբ։ Ուրեմն աստվածաբանությունը հստակ կերպով շեշտում է, սիրելիներ, եւ հին կտակարանյան, եւ քրիստոնեական նոր կտակարանյան, որ Աստված հեռու է իր բնությամբ, իր էությամբ արարածականից։ Եվ միայն որդու շնորհով է, որ մենք կարող ենք մոտենալ Հորը։ Որդու մարմնացումն է պատճառը, որ մենք կարող ենք համարձակվել մոտենալ Աստծուն։ Եվ դրա համար էլ Պողոս Առաքյալը ասում է, որ քանի որ այդ մեծ գնով գնվեցինք, համարձակությամբ, ասում է, մոտենանք շնորհի աթոռին։ Համարձակությամբ, բայց ոչ թե ինքնավստահությամբ, ինքնահավանությամբ, մեր սեփական գործերը կարծելով որպես արդարացում։ Պողոս Առաքյալը հստակ կերպով շեշտում է նաև քահանայական շնորհի միջնորդությունը եւ որպես քահանայապետ ընկալում Քրիստոսին եւ ասում է, որ հավիտյան քահանա է Քրիստոս Մելքիսեդեկի կարգի համաձայն։ Քրիստոսի չարչարանքների միջնորդությունը ցույց է տալիս, որ Աստծուն կարելի է միայն մոտենալ հնազանդությամբ եւ խոնարհությամբ։ Տեսեք, Արարիչը տիեզերքի որդի Աստված խոնարհվեց, մարմին առավ, անչափելին չափավորություն ստանձնեց, անչարչարելին չարչարանք հանձնառավ եւ վերցրեց մարդուց ամեն բան բացի մեղքից, ինչպես ասում ենք մեր հավատամքի մեջ։ Եվ Պողոս Առաքյալը հատուկ կերպով շեշտում է դա, ասելով, որ թեպետ որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց եւ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ։ Ուրեմն Եսայի մարգարեն մեզ ասում էր, թե ով է Աստված կամ ով չէ Աստված, եւ Պողոսը ասում է, որ իր որդու Քրիստոսի զոհաբերության միջնորդությամբ է, որ մենք կարող ենք մոտենալ, համարձակվել մոտենալ Արարչին։ Այդ մոտեցման ճանապարհը պիտի ուղեկցվի հնազանդությամբ եւ խոնարհությամբ, ինչպես որ Քրիստոս հնազանդվեց իր հոր կամքին եւ խաչիմահը հանձնառավ։ Եվ այս ամենին որպես եզրափակում Ղուկաս ավետարանչի 18-րդ գլխում տեղ գտած առակը, որ պատմում է Տեր Հիսուս, մեզ սովորեցնում է, թե ինչին է նայում Աստված եւ պատասխանում է այն հարցին, թե ով է Աստուծո աչքում արդար։ Փարիսեցու եւ Մաքսավորի առակն է պատմում Տեր Հիսուս, ասելով, որ երկու մարդ տաճար ելան աղոթելու։ Մեկը փարիսեցի էր, մյուսը Մաքսավոր։ Արդեն դուք հավանաբար գիտեք, որ Տեր Հիսուսի օրոք փարիսեցիները համարում ունեին, որ օրենքի պահապաններն են եւ ամեն ինչ ուզում էին անեին, որպեսզի Աստուծո օրենքը, հինկտակարանյան օրենքը կատարվի եւ տարբեր ավանդությունների կողմնակից էին։ Մաքսավորները ի տարբերություն փարիսեցիների ընդունելություն չունեին հասարակության մեջ, որովհետև ծառայում էին հռոմեական կայսրությանը, դրամներն էին գանձում, անշուշտ որոշ չարաշահումներ էլ կանեին եւ հարկերը վճարում էին կայսրությանը։ Եվ ընկալում կար, որ այս մաքսավորները փրկություն չունեն։ Եվ Տեր Հիսուս այս կոնտրաստն է դնում մեր առջև։ Մի կողմից փարիսեցի, մյուս կողմից մաքսավոր։ Եվ երկուսը տաճարում կանգնած աղոթում են։ Փարիսեցին սկսում է այսպես ասել. Աստվածին, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, եւ կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ Փարիսեցին ինքը իրեն սկսում է համեմատել մյուսների հետ եւ շեշտում է իր արդարությունը։ Այդ ամենը համարում է իբրև ձեռքբերում
եւ ոչ թե Աստծո շնորհ։ Այն հոգևոր բարձունքը, որ համարում է ինքը ունի, ընկալում է, թե իր ջանքերի արդյունքում է դա ձեռք բերել եւ ոչ թե Աստծո ողորմությամբ։ Եվ մյուս կողմից տեսնում ենք Մաքսավորին, որը կանգնած էր մեկուսի եւ ասում է ավետարանիչը, որ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. Աստված, ներիր ինձ մեղավորիս։ Շատ հետաքրքիր համեմատություն է, սիրելիներ, որ նույնիսկ հայացքը վեր չէր համարձակվում բարձրացնել։ Մաքսավորի խոնարհությունն է շեշտում ավետարանիչը այստեղ։ Միտքը որևէ այլ բանով զբաղված չէ Մաքսավորի։ Չի փորձում արդարանալ, չի փորձում ցույց տալ իր դրական կողմերը, որ գուցեև ուներ, այլ ասում է Աստված իմ, քավիր ինձ մեղավորիս։ Եվ իր աղոթքի բուն առանցքը Տիրոջ ողորմության ակնկալությունն է։ Արդյունքում ավետարանն ասում է Տեր Հիսուսի շուրթերով, որ սա իջավ արդարացած եւ ոչ թե մյուսը։ Ուրեմն սիրելիներ, եթե ամփոփենք այսօրվա սուրբ գրային ընթերցումները, մի քանի կետերով կարող ենք ասել, թե ինչ է Աստված եւ Սուրբ Գիրքը այսօր մեզ սովորեցնում։ Առաջին, Աստված անչափելի է, կատարյալ է, սուրբ է եւ որևէ մարդկային չափման մեջ չի տեղավորվում։ Որևէ կերպ չենք կարող Աստծուն վերագրել այնպիսի հատկություններ, որոնք որ մարդկային հատկություններ են։ Եվ այն չափով, որ խոսում ենք Սուրբ Իրորդության մասին մարդկային մակարդակում, մարդկային բառապաշարով, պետք է միշտ հիշենք, որ այդ նույն տարողությամբ չենք կարող խոսել որևէ այլ բանի մասին։ Ավելի պարզ խոսքերով, եթե հորը հայր Աստծուն ասում ենք հայր, պիտի մեր մտքում ունենանք, որ այդ հայրը, այդ հայրությունը տարբեր է մեր երկրավոր մարդկային հարաբերության մեջ հայրությունից։ Եթե խոսում ենք որդու մասին, նախքան մարմնացումը, կրկին որդի ասելով չենք կարող հասկանալ այնպիսի հարաբերություն հոր հետ, որը որ ունենք մենք մեր որդիների հետ։ Եվ Սուրբ Հոգու մասին խոսելիս, երբ որ ասում ենք աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա մկրտության ժամանակ, կամ այլ մարդկային բառապաշարով ենք խոսում Սուրբ Հոգու մասին, իբրև զորություն Աստուծո, չպետք է այդ բառերը հասկանանք այն տարողությամբ, որը որ մեր մարդկային կյանքում է։ Բայց որդի Աստված հաճեց հոր կամքով մարմնանալ, մարդանալ եւ մարդացումից հետո կարող ենք խոսել Քրիստոսի մասին իբրև կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված, որովհետեւ Աստված հաճեց այդպես փրկել մեզ։ Երկրորդ կետը. մարդը ինքնաբավ չէ, չի կարող սեփական ուժերով համարձակությամբ կանգնել Աստուծո առաջ։ Չենք կարող մեր արդարությանը վստահել եւ բարի գործերով, միմիայն մեր գործերի վրա հույս դնելով համարձակվել Աստծո առաջ կանգնել։ Աստծո առաջ համարձակություն ենք ձեռք բերում Քրիստոսի զոհաբերությամբ։ Մեր արդար գործերը հաճելի են Աստծուն, բայց դրանք բավարար չեն, պիտի իր շնորհը ընդունենք։ Ուրեմն մեր գործերը եւ Աստծո ողորմությունը պիտի հանդիպեն իրար Քրիստոսի միջոցով։ Եվ երրորդ, արդարացվում է ոչ թե մարդկային չափանիշը, այլ խոնար վստահողը։ Փարիսեցին մարդկային չափանիշի կատարյալ օրինակ էր։ Ծոմ էր պահում, ողորմություն էր տալիս, օրենքներն էր պահում, բայց Աստծո առաջ չարդարացավ, որովհետև խոնար հոգի չուներ։ Ուրեմն այս ամենը համադրելով կարող ենք ասել ավետարանի խոսքով որպես եզրափակում. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։